Այսօր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից, ինչ են գրում ադրբեջանական լրատվամիջոցները։ Անտառահատում, նոր ճանապարհներ, թե տարածքային փոփոխություններ, ով է կտրում Սյունիքի ծառերը եւ ինչու է Հայաստանի կարևորագույն բնապահպանական գոտին հայտնվել անորոշության մեջ։ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում է, կառավարությունը ներկայացնում է 2025-ի կատարողականը։ 34 տարվա դադարից հետո դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, ինչ զարգացումներ կան Լիբանան-Իսրայել հարաբերություններում։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների են բերման ենթարկել, հայտնել է Գոհար Մելոյանը։ Նրանց թվում են կուսակցության կին թեկնածու եւ համակիրներ։ Առավոտվանից արժավ է մեր քաղաքական ուժի ուժեղ Հայաստանի նկատմամբ խուզարկություններ են, բերման են ենթարկվել մեր համակիրներ եւ մեր ցուցակի կին ներկայացուցիչ։ Սա բավական մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, բայց մենք արդեն ցույց ենք տվել ու հայ ժողովուրդն է ցույց տվել, որ յուրաքանչյուր մեկ անձի, երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարի ճանապարհից, փոխարենը 10 հոգի համալրում է մեր շարքերը։ Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։ Պետական մաքսային կոմիտեի տվյալով այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է $960 ապրանք։ Ավելին, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել $5.757 ապրանք, որից $1.537 միլիոն ներմուծվել է մարտին։ Իսկ այս ընթացքում Փաշինյանն ազգային ժողովում շարունակում է խոսել խաղաղության մասին։ Այսօր էլ Փաշինյանը խորհրդարանում է, կրկին ներկա են միայն ԿՊ-ականները, որոնք նիստը սկսեցին ծափերով, ծննդյան շնորհավորանքներով։ Ինչից հետո Փաշինյանը շարունակել է ներկայացնել կառավարության 2025-ի կատարողականը։ Նրա խոսքով քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան իրենք էին սպասում։ Խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում։ Սակայն խաղաղությունն ունի նաև հակառակ կողմ, որտեղ երևում է թշնամու չփոխվող ձեռագիրն ու ատելությունն այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է եւ կարող է երբևէ հիշեցնել, որ Արցախը հայկական է։ Ադրբեջանը քանդել է 2007-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին։ Դատելով տարածված լուսանկարից քանդել են ոչ միայն եկեղեցին, այլև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը։ Ըստ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch-ի սա նշանակում է, որ ոչնչացրել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը եւ կոթողները։ Եկեղեցու ավերմանն արձագանքել են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես անօրինական եւ ապամոնտաժման ենթակա։ Սյունիքի խորքերում գտնվող Շիկահողի պետական արգելոցը երկար տարիներ համարվել է Հայաստանի բնության ամենաանխաթար անկյուններից մեկը։ Այսօր սակայն այդ պատկերն այլևս նույնը չէ։ Անտառի որոշ հատվածներում փոփոխություններն արդեն նկատելի են, թե տեղում, թե վերևից արված պատկերներում։ Խոսքը միայն բնապահպանական խնդրի մասին չէ։ Սահմանամերձ լինելու պատճառով այստեղ ամեն փոփոխություն ստանում է նաև անվտանգային նշանակություն։ Տարածքային զարգացումները, ենթակառուցվածքների հնարավոր կառուցումը եւ վերահսկողության հարցերը հյուսվում են, ստեղծելով բարդ ու անորոշ վիճակ։ Անտառահատում, նոր ճանապարհներ, թե տարածքային փոփոխություններ, թեմային անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Շիկահողի անտառներում փոփոխությունները նկատելի են ոչ միայն գետնի վրա, այլև արբանյակային պատկերներից։ Տարիներ շարունակ Հայաստանի ամենախիտ ու կենսաբազմազան անտառներից մեկը համարվող այս տարածքն այսօր հայտնվել է երկակի ճնշման ներքո, էկոլոգիական եւ անվտանգային։ 2022 թվականին Ադրբեջանը օկուպացրեց Շիկահողին հարակից հատվածներ եւ ամրապնդվեց այդ տարածքում։ Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն ադրբեջանական կողմը հայկական արգելոցի մոտ 60 հեկտար անտառահատում է իրականացրել տարածքում ենթակառուցվածքներ կառուցելու նպատակով։
Հայկական տարածքներում նմանօրինակ ապօրինի գործունեությունը կանխելու ինչ քայլեր է անում պետությունը, հստակ չէ։ Հստակ չէ նաև գիտեն համապատասխան կառույցներն առկա խնդրի մասին, թե ոչ։ Ծառերի հատման մասին ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար մենք դրան չենք կարող որևէ ձևով չարձագանքել։ Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի հարցմանը հայտարարել է. Շրջակա միջավայրի նախարարության Զանգեզուր կենսոլորտային համալիր պոակի կառավարման ներքո գտնվող Շիկահող պետական արգելոցի եւ Սոսուպուրակ պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում։ Սակայն այս պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ։ Նախարարությունը փաստացի ոչ հերքում է, ոչ հաստատում տարածված տեղեկությունը, ինչ է նշանակում էկոհամակարգերը կրել են վնասներ։ Խոսքը անտառահատման մասին է, թե ռազմական գործողությունների կամ տարածքային կորուստների հետևանքով վերահսկողության բացակայության։ Մեր լրացուցիչ հարցերին նախարարությունը չպատասխանեց։ Հարցին պետք է լուծում տալ, բայց չգիտես ինչու, ըստ պիտի պարզ ասեմ, էլի մեր վաղկոտ իշխանությունները ձայն չեն հանում, չեն ուզում թշնամական պետությանը, ինձ համար ինքը թշնամական պետություն է։ Թշնամական պետությանը նեղություն տալ ու ասել, եղբայր, ես ինչ ես անում, ինչ ես մտել մեր տերիտորիան, այն էլ պահպանվող տարած ու հատում այդտեղ ծառեր։ Շիկահող բնակավայրի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանն էլ մեզ հորդորեց դիմել արգելոցի ղեկավարությանը։ Սրանք արգելանոցի վերադասի ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել։ Մեզնից շատ հեռու է, ավելի ճիշտ հանդիպողում էր այդ տարածքները, ես ինֆորմացիայի չեմ տիրապետում, էլի որ կարող ինչ-որ հարցով օգնացել։ Շիկահող արգելոց պոակի ղեկավարը պատրաստ էր պատասխանել մեր հարցերին, բայց անհրաժեշտ էր շրջակա միջավայրի նախարարության համաձայնությունը, որն այդպես էլ չստացանք։ Արբանյակային պատկերների վերլուծությունների հիման վրա տարբեր աղբյուրներ նշում են, որ որոշ հատվածներում հայտնվել են նոր ճանապարհներ, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել։ Այդ ճանապարհների կառուցումը ըստ մասնագետների գնահատականների չի կարող տեղի ունենալ առանց միջավայրի, այդ թվում անտառային ծածկույթի փոփոխության։ Ծառահատումները եղել են, չէ՞ որ Արբանյակով սկզբից նկարվել է նախկին վիճակը, ցույցատրվել եւ ցույցատրվել հետո ինչ է կատարվել։ Այնտեղ հստակ երևում է, որ ծառեր են հատվել։ Հասկանում եք, այդտեղից է հստակ երևում։ Դու իրանք հիմա ինչ ուզում են ասեն, դա ուղղակի այսպես հարցից խուսափելն է։ Խնդիրը լուծելու չցանկությունն է, վախկոտությունն է, պարզ ասում եմ ձեզ։ Վախկոտ մարդիկ են դրանք։ Շրջակա միջավայրի նախարարությունը նշել է նաև, որ սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված ստեղծված վիճակի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման աշխատանքների իրականացումը գտնվում է նաև այլ գերատեսչությունների տիրույթում։ Այս հայտարարությամբ փաստացի շրջակա միջավայրի նախարարությունը գնդակը տեղափոխել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դաշտ, ակնարկելով, որ հարցը ոչ միայն էկոլոգիական խնդրին է առնչվում, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքին։ Շիկահողի շրջան ադրբեջանցիները անտառահատումներ են իրականացնում։ Նաև ճանապարհ են կառուցել Տերբենացով եկող, այսինքն այդ խախտում ադրբեջանական կողմը ամեն օր է անում։ Ու դա սահմանազատման հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Դա կապ ունի հայկական կողմերի տեղյակում քաղաքական իշխանության անողնաշարության եւ ադրբեջանական պահանջները կատարելու հետ կամ չնկատելու ադրբեջանի կողմից իրականացող սահմանախախտումները։ Համբարձում Մաթևոսյանն առաջին անգամ չէ, որ այս տարածքի ճակատագիրը կապում է սահմանազատման հետ։ Նախարարը 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Շիկահող պետական արգելոցում անտառապահպանման աշխատանքներ հնարավոր կլինի իրականացնել, երբ Ադրբեջանի հետ հատվածում սահմանազատում իրականացվի։ Այսինքն, Հայաստանի ամենակարևոր բնապահպանական գոտիներից մեկի պաշտպանությունը փաստացի կախված է ապագա սահմանազատման գործընթացից։ Շիկահողի արգելոցը Հայաստանի ամենահարուստ կենսաբազմազանությամբ պահպանվող տարածքներից է։
Այստեղ է կենտրոնացած երկրի լայնատերև անտառների զգալի մասը, աճում են կաղնի, բոխի, հաճարենի, վայրի պտղատու ծառեր, իսկ կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջ, գայլ, վարազ, փեզոարյան այծ եւ նույնիսկ կովկասյան ընձառյուծ։ Ընդհանուր տարածքը 12371 հեկտար է, տարածքի 94%-ն անտառածածկ է։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Երևանի սրտով անցնող գետառը ժամանակին կյանքի ու առևտրի ճանապարհ էր, այսօր խնդիրների կուտակված գոտի։ Անձրևներից հետո գետը վարարում է իր հետ բերելով աղբ, կեղտ ու գարշահոտություն։ Ջուրը լցվում է բակեր, նկուղներ, երբեմն մարդկանց տներ, իսկ գետի ափերին արդեն առնետներ են վխտում։ Տասնամյակներ շարունակ այստեղ ապրող բնակիչներն ասում են, գետը վաղուց կորցրել է իր նախկին տեսքը։ Մաքրումը մասնակի, խնդիրը շարունակական։ Ինչու է գետառը շարունակում ողողել մարդկանց կյանքը եւ ում պատասխանատվությունն է այն մաքրելը։ Գետառն է Երևանի սրտում գտնվող գետը, որի կամրջով ժամանակին անցնում էին մետաքսի ճանապարհի քարավանները։ Ժամանակի ընթացքում գետը կորցրեց իր երբեմնի նշանակությունը։ Այսօր պատկերը լրիվ այլ է։ Այստեղ վխտում են առնետներ, իսկ գարնանը հատկապես անձրևներից հետո գետառը հաճախ վարարում է։ Մի քանի օր առաջ է գետի ջուրը աղբի հետ լցվել բակեր, նկուղներ ու տներ։ Ոտներներս ջրի մեջ ման էին գալիս, այստեղ վարձով էին ապրում մարդիկ, ամբողջ կահույքը թափեցին, գնացին։ Երեխեն քնած տեղը աչքը բացել էր, աղջիկը տեսել էր ջուրն արդեն իրան է հասնում։ Որտեվ տունը ցածր է, ներքև է իջնում ես, ներքև։ Ամբողջ ջուրը մեջն էր լցվել։ Չենք քնում, ոչ թե վախենում։ Չենք քնում, պահակ ենք կանում։ Այս քարերը վերևից ջուրը քշում բերում է, նայ, տես։ Հեն անայ ջուրը տեսնում ես որտեղ է բարձրացել։ Մտնում են տաշտային, այնտեղ է լցվում։ Վիճակը սա է։ Սևանի փողոցի գետամերձ թաղամասում արդեն 60 տարի բնակվող մի բնակիչ հիշում է, ժամանակին գետը մաքուր եւ առողջ էր։ Կրիա կար, ծուկ կար, մաքուր ջուր էր։ Մաքուր ջուր։ Մտնում ենք մեջը նորմալ է։ Վարարման հետքերը տեսանելի են ամենուր։ Աղբով փաթաթված ծառեր, վնասված տներ։ Բնակիչներն ասում են, տարիներ շարունակ վիճակը չի փոխվում եւ շատերը ստիպված հեռանում են այստեղից։ Ավելի քան 30 տարի է գետը պատշաճ չի մաքրվել, պատմում են հարևանները։ Երբեմն իրենք են մաքրում գետից դուրս բերելով տարատեսակ, երբեմն էլ անհասկանալի իրեր։ Ինքս ժեշտերն է, կրիշի ժեշտը գցել եմ մեջ, այնտեղ էլ դամբա են կապել, տեսնում ես, այնտեղ դամբա են կապել են, նեղվում է, քանի անգամ ադաները ջուր լսե, մեր տունն էլ ալսե, հարևանի տունն էլ ալսե։ Մինչդեռ քաղաքապետարանից վստահեցնում են, մաքրման աշխատանքներ իրականացվում են ամեն տարի, եւ այս տարի նախատեսվում է մաքրել ավելի քան 4000 խորանարդ մետր տարածք։ Ներկայումս աշխատանքներ են իրականացնում, մոտավոր 60-70% արդեն իսկ արված աշխատանքների։ Հիմա կոնկրետ իրականացնում են այդ կինո հայրենիքի հատվածում մաքրման աշխատանքները, մեկ էլ Ավանում։ Իսկ ձեր նշված հասցեում մոտավոր իմ կարծիքով, եթե ոչ վաղը, մյուս օրը արդեն մաքրման աշխատանքները կսկսեն։ Բնակիչներն էլ ընդունում են, խնդրի մի մասը իրենցից է կախված։ Աղբը գետում չի հայտնվի, եթե մարդիկ չնետեն։ Մի բնակիչ էլ ես եմ, մի լցնող էլ ժամանակին ես եմ եղել, ասում եմ, անես չի ես ասուգար եմ, բայց արդեն այս քանի տարի է, հասկացա, որ եթե ամեն մեկս մեր հերթին տիրություն անենք, ամեն ինչն շատ լավ կլինի։ Քաղաքապետարանից եւս ընդգծում են, հարակից տարածքների բնակիչներն ունեն իրենց պատասխանատվությունը։ Հիմնականում, ասենց ասեմ, հարակից ապրող բնակիչները այդտեղ աղբ են թափում։ Ու տարատեսակ աղբ են թափում, բազմատեսակ աղբ են թափում, ասենք կոշտ կենցաղային իրեր, մատրասներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, փափուկ կահույք, ամեն ինչ գցում են այդ գետերի մեջ։ Բնակիչները վստահ են, եթե գետի հունը խորացվի եւ աղբը հեռացվի, վարարումները կկրճատվեն։ Գոտը ահա որ ամանավանդ ամրանը։ Սրա փոշին է մեր օգուտը, ուտում ենք ամեն օր։ Փոշին, զիբիլը, դες հիմա այն տատար ցեմենտի մեշոկները, սա այս այգու մեջ է լցված։ Շփրդում են վերևից ներքև։ Եթե գարնանը խնդիրը վարարումն է, ապա ամռանը գարշահոտությունը։ Բացի այդ, տարածքում հաճախակի են ջրի անջատումները, հոսանքի տատանումները, իսկ վերջին շրջանում նաև շինարարական փոշին։ Տարիներ շարունակ կուտակված խնդիրների այս շղթան դեռ լուծում չի ստացել։
Շատ երևանցիներ նույնիսկ չգիտեն Ավանից մինչև Շենգավիթ ձգվող այս գետի մասին։ 2007-ից հետո, երբ փակվեց գետի շնչառությունը, գետառը կարծես թաքուն կյանքով է ապրում, տեսանելի միայն նրա ափերին ապրողների համար։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ 21 ուշ կենտրոնական ընտրական հանձնաժողովում օգտահաշիվ է բացել ընտրությանը մասնակցության հայտ ներկայացնելու համար։ Իսկ ՀՀ դեռևս որևէ ուժ բացի ԿՊ-ից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը ընտրությանն առաջադրվելու համար։ ԿՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ իրենց նախընտրական ցուցակում կա 283 թեկնածու։ Հայաստանում ոռոգման նպատակով խմելու ջրի գործածումը կսահմանափակվի։ Խմելու ջրի խնայողության վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկու որոշում է կայացրել։ Հանձնաժողովը որոշում է կայացրել գյուղատնտեսական հողամասեր ջրամատակարարում իրականացնել միայն այն դեպքում, եթե փաստացի ապրող մարդկանցով բնակելի շենք է։ Մյուս որոշումը վերաբերում է բնակելի շենքերի կառուցապատողներին։ Շինարարության փուլում մատակարարվող ջրի ծավալը կսահմանափակվի շինհրապարակում եղած իրական կարիքներից ելնելով։ Շենքը շահագործման հանձնելուց հետո ջրամատակարարումը կավելացվի ըստ բնակարանների քանակի։ Իսրայելն ու Լիբանանն այսօր կրկին կնստեն բանակցային մեկ սեղանի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 34 տարվա դադարից հետո կվերականգնվեն Իսրայել-Լիբանան հնարավոր շփումներ։ Լիբանանի պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև հրադադարը սպասվում է շուտով եւ այն կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ։ Լիբանանում հնարավոր հրադադարի տևողությունը կախված է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարի կայունությունից։ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստն էլ տևել է մոտ 4 ժամ, սակայն Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշում չեն կայացրել։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Վալցը ԱՄՆ օրենսդիրներին հայտնել է, որ Թրամփի վարչակազմն աշխատում է հսկայական բյուջետային կրճատումների միջոցով թույլատնել միավորված ազգերի կազմակերպության ուռճացված եւ անարդյունավետ կառուցվածքը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունենալով Վալցը ՄԱԿ-ը բնութագրել է որպես հսկայական ներուժ ունեցող, բայց համաշխարհային խաղաղությունը պահպանել չկարողացող կառույց, որն արագորեն ընդլայնում է իր բյուրոկրատիան։ ԱՄՆ Սենատը չի ընդունել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը։ 47 կոնգրեսական քվեարկել է բանաձևի օգտին, իսկ 52-ը դեմ։ ԱՄՆ Իրան բանակցության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա ավարտին, կրկին Իսլամաբադում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Կազմում կլինեն նաև Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ գործարար Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ապրիլի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի անդամները 2026-ին նախատեսում են Ուկրաինային տրամադրել մոտ 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն։ Նրա խոսքով այդ փողը պետք է հավաքվի տարվա ընթացքում դաշնակից երկրների համատեղ ջանքերով եւ ուղղվի Ուկրաինայի պաշտպանական կարիքներին, ներառյալ զենք, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ ռազմական այլ տեխնիկա ձեռք բերելու համար։ Եվրոպական միությունը նախատեսվում է մինչեւ 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն Ուկրաինային տրամադրել տարբեր ծրագրերի եւ վարկային գործիքների տեսքով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 15-ին, առայժմ։